Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող գրականագետ Կարո Վարդանյանը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Շնորհակալ եմ մեզ ընկալվելու համար։ Ես էլ շնորհակալ եմ հրավերի համար։ Խոսենք երեկվա Պաշտպանության նախարարության հայտարարությունից, Սուրեն Պապիկյանը հրապարակեց, որ զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու հրաման է կայացրել, ինչու այս որոշմանը հանգեցին, սա արդյոք եկեղեցու դեմ գործողություններով եք դուք բացատրում եւ առասարակ ինչու լուծարվեց գնդերեսների ծառայությունը զինված ուժերում, թեև այնտեղ կետ կա, որ կարող են ծառայություն իրականացնել ոչ հոգևորականներ, բայց մարդիկ, ովքեր հոգևոր գիտելիքներ ունեն եւ այլն, այսինքն կարող են օրինակ Երևանի պետական համալսարանի աստվածաբանության բաժինը ավարտել եւ գնալ որպես գնդերեց։ Նույն այս ասպատակության տրամաբանության մեջ է պետք դիտարկել, այս դրսևորումները արդեն բացահայտ մի տեսակ ջիհադի կերպարանք են ստանում։ Պատերազմ ոչ թե քրիստոնեության դեմ, հայ քրիստոնեության դեմ։ Մենք սիրում ենք, չէ, ավանդաբար հայ մարդուն, որ երբ որ հավատքից հարց էին տալիս, չէր ասում քրիստոնյա եմ, ասում էր հայ քրիստոնյա եմ։ Այսինքն քրիստոնեության մեջ էլ մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը տարբերակել է իրեն։ Հիմա այս հերթական որոշումը, ինչպես տարիներ առաջ դպրոցներից հանեցին կրոնի պատմություն առարկան, հիմա էլ բանակից են հանում գնդերեցներին իրենց քարոզներով, բայց ուր մնաց քո ամեն շաբաթյա ասպատակությունները պատարագի անվան տակ, իբր թե գնում ես ժողովրդի մեջ, չգիտեմ, քրիստոնեություն ես քարոզում, կարգալույցներով ու չգիտեմ ինչ կատեգորիայի մարդկանցով պատարակներ ես անում, որպեսզի քո այս աշկակապությանը հանրությունը հավատար, չպետք է արվեր այս վերջին որոշումը։ Մանավանդ որ օր-օրի մենք այդ հանցագործությունների ծավալները մեր ազգային բանակից լսում ենք, չէ, ինչպիսի աճ են ստանում, որքան էլ քողարկես, պարտակես։ Ինչ էր գնդերեցն անում, ինչ վատ բան էր անում։ Աստված գիտի, մեր բանակում արդեն ինչպիսի կարգ ու կանոն է մնացել կամ ընդհանրապես մնացել է թե չէ։ Եթե 10-15%-ի, չգիտեմ, գաղափարական, դաստիարակչական առումով օգուտ էլ տալիս էին այդ երիտասարդ քահանաները, դա արդեն կարևոր ձեռքբերում էր։ Մի տեսակ սանձարձակվող սերունդ է մեծանում։ Այդ չարիքը, այդ դժբախտ պատահարները, որ մենք ստանում ենք ամեն օր մեր զորամասերից, հենց դրա արդյունքն է։ Իսկ գնդերեցը իր քարոզով, չգիտեմ, 100 հոգանոց զորամասից 30-ն էլ անսան այդ քարոզներին, ոչ միայն դա հոգևոր դաստիարակության համար է բարերար ու բարեհաճ իրադարձություն, այլև այդ հանցագործությունները զսպող նաև մեխանիզմ էր։ Հիմա ինչու այս որոշմանը հանգեցին, սա կապում եք հենց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով, ասում են վեհապարի դեմ է մեր պայքարը, հիմա ինչու են այս ամեն ինչը անում։ Արդեն իրենք իրենց մատնում են, ճիշտ է, շատերս վաղուց են գլխի ընկել, սա ինչ աղետ է, բայց գոնե այն հանրության այն շրջանակները, որտեղ միամտորեն կարծում են, թե խնդիրը, չգիտեմ, այս կամ այն եկեղեցականի մեջ է, իր ոչ պատշաճ կենցաղի, կեցվածքի մեջ է, ոչ, պարզ երևում է, ամեն քայլով է խաղաթղթերը բացում, սա ջիհադ է, պատերազմ հայոց եկեղեցու դեմ, ինչպես որ կողմից ուզում եք, եկեք քննարկենք, պատկերացրեք, նա ոտքի է ելել, իբր թե բարոյական հենք է դրել այս ասպատակության մեջ։ Բարեփոխում է եկեղեցին։ Վեհապարը զավակ ունի։ Բայց դու այդ որ կրոնավորների հետ ես սկսել այդ պայքարը։ Այդ ուխտադրուժներին եկեք հատ-հատ մենք հիշենք։ Հատ-հատ որ փորձենք հիշել, ումով ես փոխարինելու։ Նավասարդ Կճոյանով, չգիտեմ, այս վերջերս աստղ դարձած իրադարձությունների կենտրոնում հայտնված Սարոյանով, Վազգեն եպիսկոպոսով։ Մարդիկ ում հենց Փաշինյանն է քննադատել տարիներ շարունակ։ Ոչ միայն Փաշինյանը,
Այս մարդիկ Կերպանդիմադիր այն էր։ մարդիկ են, որ տասնամյակներով մեր հանրության մեջ արդեն դարձել են ապականության խորհրդանիշ, թալանի, բղջախոհության, չգիտեմ, անիրավության, ավազակության, որ տասնամյակներով շարունակ մեր հանրությունը մատնացույց է արել։ Եվ հենց այդ վարքի պատճառով էլ նրանք շատ խոցելի էին։ Կարող ենք չէ ենթադրել, հենց առաջին թեթև սպառնալիք էլ գուցե չի եղել, ակնարկի դեպքում անմիջապես տիրադրուժ ու ուխտադրուժ դարձան։ Դու դրանցով ես ում ես ծաղրում, իբր թե եկեղեցի ես բարեփոխում։ Այլ տեսանկյունից փորձենք քննարկել։ Հապա պատկերացրեք, ենթադրենք Գարեգին վեհափառը չէ։ Արդյոք մեր հոգևոր դաշտում մենք ունենք մի երկրորդ այդ կարգի հաստատակամ, կարճած մեր դարավոր ավանդույթներին, հավատքին, պետականությունը կարևորող երկրորդ այդ մակարդակի հոգևոր գործիչ ունենք մենք։ Ասում են նրա եղբայրը KGB-ի գործակալ է եղել 86 թվականին։ Գիտեք, Նա չպետք է լայն հնարավորություն է տրված, ինչ ուզում ես ասա, մեկ է, իրենք օրենքից դուրս են, իրենք ազատված են պատասխանատվությունից։ Եթե դա էլ չաշխատեց KGB-ի գործակալ, մենք չենք մոռացել, չէ, չնայած մեր այս հորձանուտում, այս խելագար ամեն լուրը 1-2 օր հետո մոռացվում է։ Ախր սրանք նույնիսկ թուղթ սարքելու շնորհք չունեն։ Այդ ինչ թուղթ պտտացրեցին, ինչ որ քսերոքսեր ճմրթած հայատար, եւ մարդիկ այդպես լուրջ էլ չվերաբերվեցին։ Այդ KGB-ի նման հզոր կառույցը հայերեն փաստաթղթեր է տալիս իր գործակալներին, կամ ինչու մի գրավոր հարցում չարվեց Ռուսաստանի անվտանգությանը։ Արդյոք դուք այս տեսակ թղթեր եք տալիս ձեր գործակալներին, կամ տալիս էլ հետո բացահայտում եք ձեր գործակալներին։ Այսինքն պատկերացրեք, այնքան միամիտ, այնքան անշնորհք կերպով ձեր շարքերը նայեք։ Մեկին կապեցին թուրքերի հետ, մեկին չէ, շատերին եւ այլ։ Դուք արդեն բերում եք այս պայքարը այն դաշտում, որ ինքնիշխանություն, անկախություն ասելով հանրությունը պատկերացնի թուրքահպատակությունը։ Սաբանչիի այդ Ստամբուլի հաստատությունը ավարտածները, այնտեղ կոփվածները, որպես թրքաբարոններ, հակահայեր, դրանք համարվում են անկախական ինքնիշխանություն կոփող, եւ որևէ մեկը եթե առողջ դատողություն է փորձում դրսևորել, վերլուծել իրավիճակը, անմիջապես կապում են Ռուսաստանի հետ։ Գիտեք, Երանի այս 8 տարվա մեջ մենք ռուսական որևէ ներկայություն զգայինք մեր իրականության մեջ։ Հապա փորձեք հիշել, չկան, գիտեք, իսպառ չկան։ Զբաղված է իր խնդրով, ամբողջ արևմուտքի դեմ պատերազմում է այդ երկիրը։ Կովկասում չկա նրա ներկայությունը։ Դու ինչ-որ ուրվական ես ստեղծում չեղաստեղից։ Եվ հանրությանը, չգիտեմ։ Հիմա հիբրիդային պատերազմի մասին է խոսում։ Նույնիսկ այդ պատերազմն է կապում եկեղեցու վեհափառի հետ մասնավորապես։ Դե հա, էլ ոնց կլներ, մի վերջերս ես տեսա մի հոգևորական բարձրաստիճան փորձեց համերաշխություն հայտնել մեր եկեղեցուն, դատապարտեց այս հալածանքը, անմիջապես դե տեսակ, խնդրեմ, հեսա եզրաս է գործակալը, բայց հաջորդ օրը Դանիայի եկեղեցին դատապարտեց։ Ախր դրանք քիչ են, Հիմա ինչ, իրանք տեսան, որ չեն կարողանում պարակտել եկեղեցին, 10 եպիսկոպոսներն են եւ հիմա նրանց մեջ էլ ինչ-որ խնդիրներ կա, վեճեր կան, տեսնում եք, որ նրանք առլևս ակտիվ չեն, հիմա փորձում է ուժով Փաշինյանը այս հարցերին լուծում տալ։ Գիտեք ինչ է կատարվում։ Ցանկացած ողջամիտ մեկը առավել եւս ԿՊ-ի վարչախումբը, որ էությամբ իրանք վեհերոտ, վախկոտ, անպատասխանատու ինչ-որ մասսա է։ Առաջին քայլն արեցիր, ոչ միայն հետ մղվեցիր, հետ շպրտվեցիր, այլև ծաղրուծանակի ենթարկվեցիր։ 5 անգամ արեցիր, 15 անգամ արեցիր, տեսար, որ սա քո խելքի բանը չէ, սուս ու փուս քաշվեիր այն կողմ, նամանավանդ
այդպիսի եկեղեցի, ինչպիսին Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, այդքան զուսպ, հավասարակշռված, ձեզ համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Հիմա հարց է, չէ, ինչու այսքան համառ, այսքան հետևողական, ամեն անգամ հետ Հիմա շպրտվելուց։ պաշտոն իրավապահ համակարգին է այս ամեն ինչում Ահա, գալիս ենք հիմա դրան։ Վեհապարի դեմ գործ է հարուցվել։ Այսինքն ինչու ես դու տեսար, որ ակտը չկատարելու, դատանի որոշումը չկատարելու համար։ ահա, այսինքն ակամա արդեն պարզ է դառնում, որ սա այլ տեղից իջեցված հրահանգ է, ընդ որում այնպիսի պայմաններով, եթե չկատարես, չկարողանաս իրագործել, ինքդ ես այս իրադարձությունների զոհը դառնալու։ Այս տեսակ հուսահատ անզոր հաստատակամությունը չակերտավոր միայն դրա մասին է խոսում։ Պարզապես ով էլ որ հրահանգել է Փաշազադե կլինի, Ալիև կլինի, Էրդողան կլինի, թե ինչ զահրումար կլինի, մի բան հաշվի չեն առել։ Սա, գիտեք, Հիտլերի բլից կրիգը չէ, որ մի ամսում պիտի Ռուսաստանը գրավեր, հետո գնաց թաղվեց Ռուսաստանի խորքերում ոչնչացավ։ Մենք այդ տարածքը չունենք, որ ԿՊ-ն Ալիևի հրահրած բան մեր տարածքներում ոչնչանա, բայց մեր տարածքը մեր եկեղեցու շուրջ 2000-ամյա խորությունն է, դարավոր խորությունն է, եւ իրենք չեն հասկանում, որ այս պղպջակը, նիկոլական պղպջակը այդ խորքերին չի դիմանալու, պայթելու է շուտ, չեն կարողանալու եկեղեցին Բայց ինչու կործանել։ մաս կարողանում են իրենց ուզածին հասնել, գուցե դանդաղ տեմպերով, բայց ինչ որ քայլերով կարողանում են։ Եթե մենք համարում ենք այդ 10 տիրադավները ինչ որ հաջողություն, դա այդպես չէ։ Դե հիմա բանակից հանեցին, հետո այլ Ոչինչ, քայլեր ոչինչ։ Այս հուսահատ քայլերը խոսում են իրենց վերջաբանի մասին։ Չենք զարմանա, եթե վաղը հանկարծ վեհապարին էլ ձերբակալեն, կալանավորեն։ Դրանից միայն նրա հեղինակությունը եւ բնականաբար մեր եկեղեցու հեղինակությունը շատ ավելի մեծանալու է, եկեղեցու ներկայությունը ավելի ամրապնդվելու է։ Գիտեք ինչու։ Մենք սիրում ենք, չէ՞, միշտ ասել, որ դարերով պետություն չկար, եկեղեցին է այդ պատասխանատվությունը ստանձնել եւ պատվով տարել ժողովրդին բան։ Սա ինչ է, որ էսել չէ, հիմա շատ ավելի վտանգավոր է։ Հիմա կարծես թե դեռ ձևական պետություն ունենք, բայց այդ պետությունը, պետության ղեկին նստած ուժը դա մերը չէ։ Դա ներդրված է, որը պայքարում է եկեղեցու դեմ եւ ընդհանրապես ամեն հայկական բանի դեմ։ Ահա եկեղեցին հիմա շատ ավելի ծանր վիճակում է հայտնվել։ Այդ նույն դարավոր պատասխանատվությունը նորից ստանձնելը շատ ավելի ծանր պայմաններով հայությանը եւ Հայաստանում եւ Սփյուռքում որպես էթնիկ միավոր, որպես դարավոր մշակույթի կրող պաշտպանել արդեն սեփական երկրի իշխանությունը զավթած ուժից, որպեսզի պատկերացնեք, թե որքան հիմա ծանրացել է եկեղեցու բեռը շատ ավելի, քան այն դարերում, երբ որ պետականություն չունեինք։ Ով է եկեղեցուց բացի հայ մարդու, հայ ժողովրդի իրավունքները հնչեցնում եւ ներսում եւ դրսում։ Ով է Արցախի իրավունքները հետապնդում։ Միայն եկեղեցին, չկա այլ ուժ։ Ահա թե ինչու է սրանց այս հիստերիան, որի հետևում կասկած չունենաք, թուրքական աշխարհն է կանգնած։ Հիմա այն, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, որ դատական ակտը չի կատարել վեհապարը, ասում են այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի արգելեն նրանց գնալ Ավստրիա, քանի որ եպիսկոպոսատ ժողով է լինելու փետրվարի 13-ից 16-ը եւ ուզում են արգելք ստեղծեն։ Հնարավոր է, որ դա լինի պատճառ եւ արդյոք այդքան անհանգստացնում է նրանց եպիսկոպոսատ ժողովը։ Հնարավոր է։ Եթե հնարավոր եղավ պետությունից սահմանադրորեն անկախ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին գրեիք ձևով բերել տեղավորել աշխատանքային օրենսգրքի մեջ եւ դա հոգևոր խորհրդի եւ վեհապարի ի վերուստ տրված, դարերով տրված սրբազան իրավունքն է տիրադավին զրկել թեմի առաջնորդի պաշտոնից եւ դու դատարանով, չգիտեմ, աշխատանքային օրենսգրքի ինչ-որ հոդվածով այն էլ մեկ օրում անմիջապես վերականգնում ես։ Վաղը նույն դատարանով այդ թեմի առաջնորդին նաև կարգալույծ արեցին, չէ՞, կոչումից զրկեցին հոգևոր եպիսկոպոսական։
նույն դատարանով այդ կոչումն էլ կվերականգնեն։ Այսինքն սա առաջին հերթին սահմանադրությունն է ոտնահարել, փոշիացնել, արհամարել այն աստիճան, որ ոնց որ թե եթե նկատել եք այս վերջին ամիսներին Ադրբեջանը իր Ալիևով բանով, որ առաջ ամեն օր ամեն ժամ պահանջում էր փոխեք սահմանադրությունը։ Հիմա էլ չի պահանջում, արդեն տեսնում է, որ մեր հանրությունը այնքան անօգնական է, որ չի կարողանում թույլ է տալիս, որ երկրի ղեկավարը այսպես վարվի սահմանադրության հետ։ Այսինքն, եթե կարելի է սահմանադրության հետ այս տեսակ վարվել, արդարադատությունը դարձնել մի բան գործիք, դագանակ դարձնել ամեն լուսավոր արդար բանի գլխին, ինչ կարիք կա սահմանադրություն փոխելու։ Կարիք չկա։ Միայն թե ամեն գնով դու Փաշինյան Նիկոլ պայի իշխանության գլխին սահմանադրության հերնել կանիծի, արդարադատությանն էլ եկեղեցու։ Իսկ ինչու են այդ դեպքում ենթարկվում իրավապահ կառույցները, նման որոշումներ դատարանը կայացնում։ Ոստիկանությունը տեսնում են, գնում են եւ խոչընդոտում են հոգեվորականը մտնի եկեղեցի։ Որովհետև հենց առաջինը թիրախավորվեց այս նենք ուժի կողմից, դեռ 18-19 թվականները մենք չենք մոռացել, չէ՞։ Երբ որ կային դեռ միամիտ անհեռատես քաղաքացիներ հազարներով, նույնիսկ տասնյակ հազարներով, առաջինը նա թիրախավորեց հենց արդարադատության համակարգը, չէ՞։ Առավոտը չլուսացած վազում ենք հազարներով դատարանները քարուքանդ ենք անում։ Ապականվեց, ուժային կառույցները ապականվեցին։ Այն կառույցները, որոնք իրենց կանոնադրությամբ կոչումով դրանք կոչված են մեր երկրի անվտանգությունը բոլոր ճակատներում պահպանելու, պաշտպանելու, ոչ միայն սահմանները արտաքին, իրավունքը, պետական կարգը, սահմանադրական կարգը, բայց այդ կառույցները ինչի վերածվեցին, ընդդիմադիր որևէ հայտարարություն անողի գլխին գործ սարքելու, առանց հիմքի ձերբակալելու, առանց դատավճռի, չգիտեմ, 2 ամիսը լրացավ 4 ամիս սարքելու, 4 ամիսը 5 ամիս սարքելու եւ այսպես շարունակ։ Սա է մեր ուժային կառույցները եւ արդարադատության համակարգը ցավոք այսօր այս վիճակում են։ Մնացել է, նորից եմ կրկնում, այս ամբողջ համատարած ապականության ֆոնին հաստատական մնացել է դեռ հայ առաքելական եկեղեցին եւ օգտվելով առիթից, քանի որ այս մասին երբեք ես չեմ լսել, որ որևէ մեկը բարձրաձայնի, ինձ համար շատ տարօրինակ է մեր Անտիլիասի Կիլիկիո թեմի այս կեցվածքը։ Նույնքան հեղինակություն նա ունի, ինչպես Մայրաթուր Էշմիածինը։ Բայց քննադատել է։ Ահա, 1-2 հայտարարություն եւ վերջ, ձեռքերը լվաց։ Իսկ դուք գիտեք Անտիլիասի հնարավորությունները։ Կրկնում եմ, քրիստոնյա աշխարհում նույն հեղինակությունն ու կշիռն ունի, ինչպես Մայրաթոր Սուրբ Էշմիածինը։ Մենք հո տեսնում ենք, չէ, աշխարհը լրատվության առումով շատ է փոքրացել։ Ամեն օր Արամ կաթողիկոսը նստում վեր է կենում էլ Ղպտի եկեղեցու ղեկավարների հետ, ասորական եկեղեցու։ Սրանք, գիտեք, արևելյան քրիստոնեությանը 6 հնագույն եկեղեցիներն են, հնագույն, որոնցից առաջիններից մեկը հայ առաքելական եկեղեցին է։ Դու հիմա պետք է ամբողջ քրիստոնյա աշխարհը տակնու վրա անեիր։ Եթե աշխարհը այդպես ականջի ծայրով ինչ-որ բան լսում է, մտածում է ինչ-որ հակասություն է իշխանությունների եւ կրոնավորների միջև, որովհետեւ մենք չենք ներկայացրել։ Էջմիածինը չի կարող լիարժեք ներկայացնել, որտեվ ամեն ժամյա թիրախավորված է հենց ուժային կառույցների կողմից։ Բա Անտիլիասը, դու ազատ ես, չէ՞։ Հո իր դիմակավորներին, չգիտեմ, բանսարկու ուժայիններին չի ուղարկելու Լիբանան քեզ նեղություն տա, նեղացնի։ Ինչու չես հավաքում այդ քույր եկեղեցիներին, ինչու չեմ անում տիեզերած ժողով չես հրավիրում, որ այդ 6 հնագույնների եկեղեցիներից մեկը հենց այս պահին մեր աչքի առաջ կործանվում է։ Ինչու չի անում։ Կամ իրեն սատարող քաղաքական ուժը, մենք գիտենք գոնե, պարզ խոսենք էլի, արդեն վաղուց ժամանակն անցել է սեթևեթելու բան, կործանումից առաջ, այս վտանգից առաջ, Անտիլիասը կուսակցականացված է,
Իսկ հովանավոր եղանակ ստեղծող թելադրող կուսակցությունը մանդատավոր ընդդիմություն է Հայաստանում։ Ինչու չի ստիպում, որ դա անեն, ինչու քրիստոնյա աշխարհը չեն խառնում, աշխարհին չեն ծանուցում, որ կործանվում է հայ առաքելական եկեղեցին։ Ինչը Անտիլիասը նստած սպասում է, որ սրանք կհաջողեն Բայց գործը։ ինչով է կուսակցականն նա։ Դուք չգիտեք, որ կուսակցություն ազդեցություն ունի Կիլիկիո եկեղեցու վրա։ Շատերը գիտեն, ես էլ գիտեմ։ Կուսակցությունն է թելադրում։ Այն կուսակցությունը, որը ժամանակին այդ պառակտումը մեր եկեղեցական օգտվելով, որ այստեղ սովետներն են, լավ խորացրեց։ Որ կուսակցության մասն է խոսքը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը, թողնենք, բայց դա ցավոտ խնդիր է։ Այնուամենայնիվ, եթե ուզում է այդ կուսակցությունը, որպեսզի հավատանք իրեն, այդ քայլը նա այդ շանսը ուներ, բայց ինչի են սպասում, որ մայրաթոռը խեղճանա, տկարանա, դառնա Փաշինյանի ձեռքին խամաճիկ, որպեսզի Սփյուռքի թեմերը անտեր մնացած գնան միավորվեն Անտիլիասին։ Ես իրավունք ունեմ այդպես մտածելու։ Այսինքն օգտվես Իշխանություն է ուզում նա ավելի մեծ իշխանություն։ Բա այդ հավիտենական պայքարն է, չէ՞։ Անտիլիասը ինչպես կշիռ ձեռք բերեց։ Էջմիածնից թեմեր պոկելով։ Այս մեր եկեղեցականները շատ լավ գիտեն, բայց չեն բարձրաձայնում, որովհետև քաոս է, հայ իրականության մեջ քաոս է տիրում։ Այնուամենայնիվ կրկնում եմ, արդար չեն, ազնիվ չեն այն ուժերը, որոնց հետ մենք դեռ հույսեր ենք կապում։ Նրանք կարող են լծակներ ունեն որևէ կերպ իրավիճակը շտկելու կամ գոնե ընդդիմանալու ինչ-որ չափով այս կործանումին, բայց չեն անում։ Ընդամենը արձանագրում են Փաշինյանը այս արավ, այս էլ կործանեց, այն էլ կործանեց, իսկ դա արվում է, ես ու դու էլ կարող ենք արձանագրել, ինչպես հիմա ենք անում։ Բայց քեզ մանդատը չեն տվել, որ նստես մենակ մեր նման, որպես լրագրող ու վերլուծաբան, վերլուծես ազգային ժողովի ամբիոնից։ Մանդատը ուժ է։ Ինչ արեցիր դու 5 տարում, ոչինչ չարեցիր ախր։ Սրա մասին է խնդիրը։ Եվ հիմա ինչ է լինելու, կարծում եք, 4 ամիս է մնացել ընտրությունների, այդ մանդատը, որ ունեն, արդյոք ինչ-որ բան փոխելու է առհասարակ իշխանափոխության հասնելու են թե ոչ, որովհետև մենք տեսանք, որ այս 5 տարում ոչինչ չկարողացան անել։ Նրանց ամբողջ պայքարը գիտելիքների զինանոց է, որը բավականաչափ ունեն։ Մեր տիտղոսավոր ընդդիմությունը կլինի հանրապետականը, պատիվ ունեմ անունով, թե Հայաստան խմբակցությունը, բնականաբար զարգացած մարդիկ են, ունեն գիտելիքների պաշար, փորձառություն, բայց նրանց պայքարը լինելու է առաջիկա ընտրություններին եւ պահպանել իրենց մանդատները եւ եթե հնարավորություն կա ավելացնել, ցավոք միայն դա է երևում իրենց կեցվածքից։ Այսինքն համակերպվել են, որ իշխանափոխություն չի լինելու այդ մտքի հետ։ Չէ, Եվ հիմա ընդդիմություն լինելու համար է պայքարում։ լինելու է, իշխանափոխություն լինելու է եւ հաստատ լինելու է, ես հավատացած եմ, բայց ոչ թե իրենց պայքարի արդյունքում։ Ես սովորական հայ եմ եւ սիրում եմ անընդհատ հետևել իմ հայրենակիցների տրամադրություններին, խանութում, շուկայում, տրանսպորտի մեջ, լրատվամիջոցներով, սոցիալական դաշտով։ Ես տեսնում եմ, որ վերջապես ժողովուրդը հիմնականում գիտակցել է։ Ցավոք, դա այդ ամենը տեղի ունենում սոցիալական հողի վրա, որովհետև այդ չքավորությունը արդեն ծայրահեղ սահմանների է հասել։ Ես կուզենայի գաղափարապես հասունանար մեր հանրությունը, բայց մեր հանրության հետ չեն աշխատել, չեն դաստիարակել։ Այս ամենը ուշացումով տեղի է ունենում սոցիալական հողի վրա։ Օրախնդիր լուծող հայ մարդը ամեն օր որ ալիքը, որ կայքը միացնում է 8 միլիոն պարգևավճար, 9 միլիոն պարգևավճար, չգիտեմ, ինչ որ Երեք մեծ ուրախություն էր վարչապետ, պարում էին ԿՊԱ-ականները, նրանք ուրախ էին, ցույց են տալիս, որ ամեն ինչ նորմալ է երկրում, եւ այն մարդիկ, ովքեր պատերազմի մասին են խոսում կամ վտանգների մասին են խոսում, նույնիսկ ուղիղ տեքստով ասում են, որ նրանք ուզում են պատերազմ։ Դրա համար են խոսում այդ մասին։ Այսինքն նրանք ներկայացնում են, որ որևէ խնդիր չկա, դուք եք անընդհատ գուժում վատ բաներ։ Դե իհարկե, խնդիրների մեջ թաղված, խեղդված ու հանկարծ հայտարարում ես, թե խնդիր չկա։ Ինչ վերաբերում է երեկվա մեյմունությանը, ես ինչ ասեմ։
այդպես էլ Snoop Dogg-ը չեկավ, որպեսզի այդ մեյմունությունը մի քիչ որակով լիներ, մի քիչ չգիտեմ ինչով լիներ այդ անդարդ անհոգ մասսայի համար տոնախմբություն են, չէ, ուզում ամեն օր կազմակերպել ու որքան էլ աստղաբաշխական թվեր շրջանառվեցին ու այդպես էլ չիմացանք ինչ եղավ այդ Snoop Dogg-ին նախատեսված գումարները, չեկավ այդ մարդին ճիշտ պատճառներով։ Դե սրանք էլ արդեն տեղական Snoop Dogg են ստեղծել իր փայտիկներով, անսլուխ, անշնորհք, անճոռնի կեցվածքով, Snoop Dogg է խաղում եւ պետք չէ վախենալ, մի երկու կադր ես տեսա գալուց առաջ։ Այդ օպերատորական շնորհք է, որ ես չգիտեմ այդտեղ այդ ոստվոստացողների, այդ անդարդ թռվռացողները 100 հոգի կային, թե չկային։ Հապա դրանց որակը նայեք, դեմքերը նայեք։ Այն անատամ կանայք են, որ ասենք դրանք մարդամեջ անելու բան չեն ախր։ Անդարդ թռվռում են եւ դրանքից էլ ջոգելու համար, ով գիտի 1000 հոգուց են այդ 100-ին ջոգել, որտեվ այն 900 հոգին ընդհանրապես մարդամեջ անելու բան չեն։ Այս ինչ պատրանք եք ստեղծում, որ իբր թե այս հանրությունը կարոտ է թռվռալու, ինչ-որ մեյմունություններ անելու, չկա այդպիսի բան։ Ով գիտի հիմա էլ նստած երանությամբ ակնկալում են, որ որևէ երկիր իրենց կհրավիրի համերգային շրջագայության, որ մեր տեղական Snoop Dogg-ը գնա մեյմունություն անի այլ երկրներում։ Չկա այդպիսի բան։ Ամեն երկիր իր ամենավերջին քուչում ունի նման Snoop Dogg։ Նա կարիք չունի, տարբերությունը միայն նա է, որ դրանք իրանց թաղերի քուչեքի Snoop Dogg-երն են, այս մեկը վարչապետ է։ Զարհուրելի տարբերություն է, չէ՞։ Ինչը Եվ ինչի համար է այս ամեն ինչը արվում։ Որպեսզի անմիջական շփում ունենա Փաշինյանը ժողովրդի հետ, ցույց տա, որ ինքը հասարակ մեկն է նրանցից, ինչի անկեղծ է, անմիջական է, ինչ է։ Թե ամեն ինչ ներկայացնող երկրում լավ է։ Նորից եմ կրկնում, որևէ հասարակ մեկը, որքան էլ ասես դու էլ ինձ նման վարչապետ ես, 3 միլիոնդ էլ վարչապետ եք, որևէ հասարակ մեկը 7, 8, 9 միլիոն պարգևավճար չի ստանում։ Այդ հասարակ մեկերը այսօր նստած սարճում են եւ չգիտեն ջեռուցեն իրենց կացարանը, թե գնան հաց առնեն։ Խնդիրը վերջնականապես դիմազրկել, ինչպես երկրորդ նախագահան ասեց իր ասուլիսին, կապիտալ ռեմոնտի է ենթարկում 5000 տարեկան ազգին։ Դիմազրկել, բայց փոխարենը ինչ, որ հարցնում ես լավ, հայությունը ջնջեցիր հայի միջից, ինչ ես առաջարկում։ Դա իր խնդիրը չէ, իր խնդիրը ջնջելն է։ Իդեպ երեք անընդհատ շեշտադրում են իրական Հայաստան գաղափարախոսությունը եւ պատգամավորները քաղաքացիական պայմանագրից, ովքեր որ կիսվում էին այդ համերգից, նրանք պարտադիր շեշտում էին նաեւ իրական Հայաստանը։ Եվ երգնել էր այդ մասին։ Իրական Հայաստանը, այսինքն հիմա երկը հենց դրա մասին է։ Սերունդը պիտի մեծանա որպես դատարկ անոթ, որի մեջ չկա որևէ պաշար ազգային դաստիարակության։ 8 տարին քիչ ժամանակ չէ, արդեն այդ սերունդը չափահաս է դարձել, որովհետև քո պետականորեն ստեղծված, լիազորված կրթության գերատեսչությունը մենք գիտենք ինչով է զբաղված։ Հայոց պատմություն խեղաթյուրելով, եկեղեցու պատմությունը դպրոցներից անելով եւ այլ եւ այլ։ Այսինքն դատարկ անոթ ես դու աճեցնում, որպեսզի ամեն հասնողը այդ անոթի մեջ ինչ ուզենա լցնի, սա շատ վտանգավոր է, նույնքան վտանգավոր, ինչքան մեր մերկացած սահմանները արտաքին։ Դա է անում, ուղղակի միամտածնել ամեն իրական վտանգից, հոգսից ժողովրդի ուշադրությունը շեղել, խաղաղություն, երջանկություն, զվարճանքներ, անսլուխ թմբուկի հարվածների տակ, սա է։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ շնորհակալ եմ։ Զրուցում է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող գրականագետ Կարո Վարդանյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։